Դեռ շատ արձագանքում եմ թանկագիններ ջան, Տերը օրհնի ձեզ, շատ ուրախ եմ ձեզ ողջունելու համար։ Ուրախ եմ, որ եկել եք աստվածաբանական դպրոց, թանկագիններ ջան։ Ես շատ գնահատում եմ և կարևորում եմ մարդու հոգևոր ընթացքը, մարդու հոգևոր կյանքը, բայց անշուշտ դրան զուգահեռ մենք պիտի որոշ գիտելիքներ ունենանք այն ուսմունքի վերաբերյալ, որը դավանում ենք, որովհետև աշխարհում շատ աղանդներ կան, որոնք դավանում են սխալ ուսուցում, հակառակ նրան, թե մենք ենք դավանում, էլի, օրինակ Եհովայի վկաներ, օրինակ մոռան և դրա նման շատ ուսմունքներ։ Ուրեմն անցած անգամ մեր Աստծուն եղբայրը ձեզ դասավանդեց Աստվածաշունչը։ Հիմա ես կշարունակեմ աստվածաբանության այն մասը, որը վերաբերվում է հենց Աստծուն։ Իմ թանկագին եղբայրներ և քույրեր, բայց մինչև մեր դասը սկսելը բերեք մի հատ փառք տանք մեր Հիսուսին, որովհետև առանց իրա մենք ոչ մի բան ենք։ Փառավորվի քո անունը Սուրբ իմ Տեր և իմ ապավեն։ Սուրբ ես դու հավիտյանս հավիտենից։ Ես քեզ եմ հանձնում այսօրվա դասը իմ ամրոց։ Ես խնդրում եմ, որ դու առաջնորդես, որ սա չլինի չոր ուսուցում, այլ լինի խորը ճանաչում, թե ով ես դու իմ ապավեն, որ ամեն մեկի սիրտը, Տեր, ավելի ու ավելի ձգվի դեպի քեզ և հաստատվի քո մեջ իմ ամրություն, իմ թագավոր, առաջնորդի ամեն մեկիս, օգնի Տեր ջան, որ ամեն մեկս ընկալենք, ամեն մեկս հասկանանք և ամեն մեկս աճենք այն դրույթների մեջ, այն հիմքի մեջ, որը դու տվել ես մեզ Աստվածաշնչի միջոցով։ Փառք եմ ես տալի քեզ, կենդանի Աստված, փառավորվի Հայրը, Որդին և Սուրբ Հոգին, հալելույա, ամեն։ Ուրեմն, ով որ տետր և գրիչ չունի, խնդրում եմ բաց արեք ձեր հեռախոսները և հեռախոսի նոթատետրի մեջ գրեք, անպայման գրի առեք։ Մենք չունենք, չէ, ֆենոմենալ հիշողությամբ մարդ, որ ես ինչ ասեմ այսօր ինքը լրիվ ծայրից ծայր հիշի։ Տերմինոլոգիան շատ է լինելու, խնդրում եմ, որ այս ամենը գրի առնեք, ես կաշխատեմ դանդաղ թելադրեմ և բացատրեմ, այն ինչ որ չեք հասկանա, կարող եք կանգնացնել, ճշտել և գնանք առաջ, լավ։ Ուրեմն, գրեք։ Խնդրում եմ աստվածաբանություն 1։ Ինչ է նշանակում աստվածաբանություն։ Օրինակ ոնց եք մտածում, ինչ է նշանակում աստվածաբանություն, իմ թանկագին եղբայրներ, քույրեր ջան։ Ով կասի երկու բառով։ Աստծո մասին իմացություն, գիտություն Աստծո մասին։ Շատ լուրջ տեսքով եք նստած, շատ լուրջ տեսքով։ Տերը օրհնի ձեզ։ Ուրեմն խնդրում եմ գրեք։ Թեոլոգիա։ Թեոլոգիա։ Ну, հայերեն թեոլոգիա կարող է գրել, հա։ Ռուսերեն թեոլոգիա, ով որ գրում է ռուսերեն, կարող է գրել թեոլոգիա։ Տեոս նշանակում է Աստված։ Լոգոս նշանակում է խոսք։ Իրար հետ կպսնելով ստանում ենք խոսք Աստծո մասին կամ ուսուցում Աստծո մասին։ Այսինքն աստվածաբանություն նշանակում է ուսուցում Աստծո մասին։ Նաև աստվածաբանությունը նշանակում է, այո, ուսուցում խոսք Աստծո մասին։ Հենց ես բառացիորեն եմ թարգմանում, էլի, լոգոս խոսք, թեոս Աստված։ Կարող ենք գիտություններ գրել, որևէ խնդիր չկա, գիտենալ Աստծո մասին։ Շատ լավ, նաև աստվածաբանությունը նշանակում է սիստեմատիկ շարադրում
Քրիստոնեական ուսմունքի սիստեմատիկ շարադրում քրիստոնեական ուսմունքի կամ գիտակից մեկնաբանությունը քրիստոնեական հավատքի։ Այս պիտի անպայման իմանաք, թանկագիններ ջան, որ աստվածաբանությունը հիմնված է Աստվածաշնչի վրա և առաջ է բերվում որպես քրիստոնեական ուսմունք։ Կամ այն, ինչ որ մենք մտքով կարող ենք հասկանալ մեր կենդանի Աստծո վերաբերյալ, որովհետև Աստծուն մենք ճանաչում ենք ոչ միայն հավատքով, այլ նաև մեր մտքի կարողությամբ։ Եվ դա շատ կարևոր մի բան, դրանք իրար հետ զուգահեռ են գնում, թանկագին եղբայրներ, քույրեր։ Ուրեմն ինչ էր նշանակում աստվածաբանություն։ Թեոլոգիա, որը նշանակում է խոսք Աստծո մասին կամ գիտություն Աստծո մասին։ Շատ լավ։ Գնանք առաջ։ Ուրեմն ինչպես նախորդ դասին մեր Արտյոմ եղբայրը կարճ անդրադարձավ, աստվածաբանություն ունի մի քանի ճյուղեր։ Ես ուզում եմ անդրադառնամ 4 ճյուղերի, առաջի ճյուղը պատմականն է։ Խնդրում եմ գրեք ճյուղ առաջի աստվածաբանության, պատմական ճյուղը կամ պատմական աստվածաբանությունը։ Պատմական աստվածաբանություն։ Բացահայտում է մեզ համար աստվածաբանության զարգանալու ընթացքը պատմության մեջ։ Խնդրում եմ գրեք։ Այս ոլորտը բացահայտում է մեզ համար քրիստոնեական կյանքի կամ ուսմունքի զարգացումը պատմության մեջ։ Ցույց է տալի, թե ինչ սխալներ է ունեցել քրիստոնեական եկեղեցին, Քրիստոսի եկեղեցին, և ինչ զարգացում է ունեցել Քրիստոսի եկեղեցին, ճիշտ կամ սխալ։ Ինչ զարգացում է ունեցել Քրիստոսի եկեղեցին, ճիշտ կամ սխալ։ Օրինակ մենք քրիստոնեական պատմության ընթացքում ունենք տիեզերական համաժողով և հավատացեք բոլորը չեն այդ տիեզերական համաժողովների, որոնք ճիշտ ուսուցման հիմքն են, ասենք արտաբերել կամ պաշտպանել։ Օրինակ ինձ ով կհիշացնի ձեզանից, թե առաջի տիեզերական ժողովը երբ է տեղի ունեցել։ 100% սրա մասին դուք գիտեք։ Ով կհիշացնի ինձ, առաջի տիեզերական ժողովը, դուք կարդում եք սրա մասին միշտ, սա սուրբ գրքում է, առաջի տիեզերական համագումարը, չէ, թվեր պետք չի ասել, ուղղակի հիշացրեք, թե ինչի մասին էր։ Պողոս առաքյալը գալիս է Երուսաղեմ, քննարկելու, թե ինչպես պիտի վարվեն հեթանոսները Քրիստոսի ուսմունքի հիման վրա, և առաջի տիեզերական ժողովը լինում է Երուսաղեմում, այնտեղ ելույթ է ունենում առաքյալը, այնտեղ ելույթ է ունենում Հակոբոս առաքյալը, այնտեղ ելույթ է ունենում Պետրոս առաքյալը, և մենք տեսնում ենք առաջի համախմբված մեծագույն ժողովը, որտեղ ներկա են լինում շատ քրիստոնյա և մեծ քրիստոնեական բազմություն։ Շատ լավ։ Գործք առաքելոց 15 գլուխ։ Առաջի համաժողովն է, համագումարը, տիեզերական։ Ասելով տիեզերական, նկատի ունենք համաշխարհային, ոչ թե տիեզերքից այլ մոլորակայիններ են եկել, տիեզերք բառը Աստվածաշնչի լույսի ներքո շատ ժամանակ օգտագործվում է ոնց որ այս աշխարհի նշանակությամբ։
Ուրեմն պատմական աստվածաբանությունը մեզ ցույց է տալի քրիստոնեական ուսմունքի զարգացումը պատմության ընթացքում նրա վերելքը եւ անկումները։ Բարձր միշտ որ քրիստոնեական ուսմունքը մտքեր է շարադրել, եղել է օրինակ մենք հետագայում գնայինք Արիանոսի ուսմունքը, դրա հիման վրա Աթանասի պատասխանը, կամ ասենք մենք այսօր ունենք կաթոլիկ եւ ուղղափառ եկեղեցի, դրանց բաժանման պատճառը եղել է ասենք վիճաբանություն ֆելիոկվե հասկացողության, որ նշանակում է թե Սուրբ Հոգու էջքն է։ Եվ վեճը գնացել է թե ումից է իջնում Սուրբ Հոգին, միայն Հայր Աստծուց, թե նաև Որդուց։ Եվ այս ֆելիոկվե գաղափարի պատճառով երկու հսկա եկեղեցի է առաջ եկել եւ երկուսն էլ սխալ ուսմունքի հիման վրա են այսօր եւ ցավոք սրտի մեզ էլ ճիշտ ուսմունքը պահողներին անվանում են աղանդ։ Դե այդպես է, ոչինչ։ Գնանք երկրորդ ճյուղին աստվածաբանության, աստվածաշնչյան աստվածաբանությունն է։ Հենց ինքը անվանումը արդեն հուշում է, թե որտեղից է բխում այդ աստվածաբանությունը։ Այդ աստվածաբանությունը ոչ թե մարդու մտքի արգասիկ է, այլ հիմնված է Աստվածաշնչի հիման վրա։ Բարձ է։ Հիմնված է Աստվածաշնչի հիման վրա։ Նրա հիմքում դրված է Աստվածաշնչի ճիշտ մեկնաբանությունը։ Եվ ձեզ ուղղակի հղում անեմ, որ ճիշտ մեկնաբանությունը միշտ գալիս է Սուրբ Հոգու առաջնորդությամբ։ Այնպես չի, որ մարդը կարող է ինքը նստել իր սեփական մտքով որոշ եզրույթներ անել եւ ճիշտ ուսուցում շարադրել։ Ճիշտ ուսուցումը գալիս է Սուրբ Հոգուց, երբ ինքը ներշնչում է մարդուն եւ տալիս է հայտնություն այս կամ այն խոսքի վերաբերյալ, ինչպես առաջի դարում է Պետրոս Սարաքյան առաջի քարոզի ժամանակ կանգնեց եւ սկսեց մարգարեությունների հիման վրա հիմնավորել, որ այն ինչ որ հիմա տեղի է ունենում, գրված է մարգարեների մոտ, որ վերջի օրերում ձեր երիտասարդները եւ ծերերը երազներ կտենան, կմարգարյանան, հիմք բերեց, չէ՞, իր դավանաբանության։ Հիմա մեր աստվածաբանությունը հիմնված է Աստվածաշնչի հիմքի վրա։ Սրա մեջ չկա փիլիսոփայական կամ այլաբանական համեմունքներ, ավելացում։ Խնդրում եմ էսե գրեք, սա շատ կարևոր է։ Այս ուսուցումը իր մեջ չի ընդգրկում փիլիսոփայական կամ այլաբանական մեկնաբանություններ։ Չի ընդգրկում։ Մենք այս ուսուցման մեջ ընդգրկում ենք միայն մաքուր Աստծո խոսքը։ Փիլիսոփայական կամ այլաբանական մեկնաբանություն, օրինակ կան մարդիկ, ում հետ խոսում ես եւ ինքը սկսում է քեզ համար ասո խոսքը բացատրել միայն այլաբանորեն։ Ախպեր ջան ասում է, ես այս մտքի մեջ այս բանն եմ տեսնում։ Ասում եմ թանկ ջան, այդ ինքը իրեն արդեն բացատրում է, դու այլ բան մի տես դրա մեջ։ Չէ, ես չեմ բացառում, որ Սուրբ Հոգու հայտնությամբ մենք կարող ենք այլ բաներ տեսնել։ Բայց եթե խոսքը ինքը իրեն ներկում է, ամենալավագույն տարբերակը վերցնել հենց խոսքի մեկնաբանությունը եւ դրան որևէ բան չավելացնել։ Ուրեմն հիմնականում այս աստվածաբանությունը նաեւ հաշվի է առնում պատմական ենթատեքստը, թե ինչպես էր զարգանում աստվածաշնչյան ուսմունքը։ Այ օրինակ Արտյոմ եղբայրս անցած դասին հիանալի ձևի շարադրեց Աստվածաշնչի ծագումը, ինչքան ժամանակում է գրվել, այս ամենը այս աստվածաբանական ճյուղը հաշվի է առնում։ Խնդրում եմ տեսխելացի մի նայեք, կարճ գրի։ Դերը օրհնի ձեզ, իմ թանկ Աստծո մարդիկ ջան։ Հաշվի է առնում Աստվածաշնչի հեղինակներին։ Քանի հեղինակ ունենք մենք Աստվածաշնչում, ով կհիշեցնի ինձ կարճ։ 1600 հեղինակ։ Ես չգիտեի, 1։ Մենք ունենք 1 մեծագույն հեղինակ, որը Սուրբ Հոգին է, եւ ունենք 40 հեղինակ, ովքեր որ մարդիկ են։
Արդյոք եղբայրը սրան դեր կառնադառնա, ես չեմ ուզում սրան ասենք շատ ընթացք տամ։ Կարևոր մի բան էլ կա այս աստվածաբանության մեջ, որ Աստծո մասին ճշմարտությունը բացվում է Աստվածաշնչում ոչ թե միանգամից մի կետում, այլ բացվում է տարբեր պատմության ընթացքում։ Բարձր։ Ինչ է։ Հեղինակները երեխեք ջան, տարբեր դասի մարդիկ են եղել են ձգնորսներ, եղել են քահանաներ, եղել են մարգարեներ, եղել են թագավորներ, Դավիթը թագավոր էր, եղել է Եգիպտոսում ծնված թագավորական ազնվական տանը մեծացած, բայց հետո ասենք անապատում 40 տարի ոչ վար արածող Մովսեսը, ինքը որ գրքերներ գրել, ով կհիշացնի։ Մովսեսը։ Առաջի 5 գրքերը որոնք են։ Թվոց, ծննդոց, ելից, երկրորդ օրինաց, Ղևտացիս, գնացինք առաջ։ Աստվածաշնչյան այս ուսմունքը, այս աստվածաբանությունը ինքը հետաքրքիր ձևի դինամիկ տեսքով ցույց է տալի զարգացումը Աստծո վերաբերյալ ուսմունքը, որը քչից բացվում է դեպի շատը։ Եթե մարդիկ ամենասկզբում Աստծո մասին ունեին, ասենք 1% ընկալում եւ հայտնություն, մեր օրերում մենք ունենք 40% ընկալում եւ հայտնություն։ Եվ Տերը ինքը բացվելով այդ ընթացքում մեզ տալիս է հնարավորություն ընկալել եւ հասկանալ իր բնությունը։ Տերը ինքը թանկագիններ չի։ Այս իմ նախաձեռնությունը չի, քո խելացի լինելը չի։ Աստված ինքը որոշում է որքան եւ ինչպիսի, ասենք, ներգործությամբ բացվի իմ եւ քո համար։ Եվ մենք ասում ունենք այդքան ինչքան որ ինքը մեզ համար բացվում է։ Տերը օրհնի ձեզ շատ։ Ուրեմն գնանք առաջ։ Եվս մեկ ճյուղ աստվածաբանության, որը կոչվում է սիստեմատիկ աստվածաբանություն։ Ինքը անդրադառնում է աստվածաշնչյան հայտնությանը որպես մի ընդհանուր ուսուցում կամ ընդհանուր մի եզրույթ։ Իր նպատակն է բացահայտել եւ շարադրել սիստեմատիկ կերպով Աստծո հայտնությունը իր մասին։ Աստծո հայտնությունը իր մասին։ Ուրեմն բացահայտել եւ շարադրել սիստեմատիկ կերպով Աստծո հայտնությունը իր մասին։ Այս աստվածաբանությունը օգտագործում է եւ պատմական ինֆորմացիան, եւ ապոլոգետների ինֆորմացիան։ Ապոլոգետները մի ասենք մարդկանց դաս է, ապոլոգետը այն անձնավորությունն է, որը պաշտպանում է իր ուսմունքը, իր դավանաբանությունը։ Եվ զբաղվում է այս աստվածաբանության ճյուղը աստվածաշնչի կամ աստվածաբանության մեկնաբանությամբ։ Ապոլոգետը չնշանակում մի անձնավորություն, որը զբաղվում է իր ուսմունքի կամ դավանաբանության պաշտպանությամբ։
Տերը շատ օրհնի ձեզ։ Ուրեմն բայց ընդհանուր շեշտը այս ուսմունքի աստվածաշնչյան Մոտ ես մոտ չես սումի մոտ Մոտը չի լսվում, զայն չկա։ Կապից դուրս եկավ ուղղակի, մի փոքր սպասենք։ Ամեն կավա զանգ ա եկել էլի չէ։ Ժողովուրդ, ձեր մոտ ո՞նց է բացվում էկրանը, ինքը էկրան բացվում է, թե ընդհանրապես մենակ լսելու համար է, չեմ կարող ոչ մի բան անել։ Չի երևում մոտ ոչ մի մասնակից, ուղղակի անուններն է կտրած, ձեզ մոտ էլ է տենց։ Ինչպես չհասկացանք։ ման առ ես չեմ լսում ձենը Ես ընդհանրապես չեմ լսում, Էլիս ջան, երևի վահա եղբորը զանգ ա եկել, դուրս ա եկել։ Իսկ քույրը ինչ-որ բան ասեց, բան չհասկացա, ինչ նկատի ուներ, բացվել ասելով, չհասկացա ինչ էր ասում, չէի լսում նորմալ։ Ես ասում էի, որ հիմա մենք վիդեո չաթի մեջ ենք, բայց իմ մոտ վիդեո չի բացվում, էկրանը բացում եմ, ասում է տրանսլյացիա, չեմ հասկանում, ինչ պիտի արվի, ես մենակ բայց անուններն վիդեո չի ինքը վիդեո չի Բաց է, ուղղակի լսեք։ Ուղղակի պետք է անջատած լսեք։ Բայց այնտեղ հələ մի բան հարցնեմ, Էլիս, քանի որ մենք լսում ենք այսպես, քույրեր ջան, իսկ դուք շատերդ ներկա եք երևի։ Հիմա ես չեմ հասկանում, ձեր ձայնը ստեղ չի լսում, թե վահե եղբայրը դուրս եկավ։ ներսից եթե մարդիկ կան, թող ընդեղից խոսենք, ունե արձագանքեն։ Վահե եղբայրը չկա, հնար։ Եմ արդյոք նոր վահե եղբայրը խոսում էր, ուղղակի սենց ձայնը կտրվեց, դուր հիմա ձայն չասում ենք։ Բայց մտածում եմ ներսում, եթե կան մարդիկ դե ներկա գտնվողները, միգուցե իրանք իմանան, էլի պատճառն ինչն է։ Էլիզ, իսկ հնարավոր է վահե եղբայրն ասել ընդմիջում է հիմա 10 րոպեով։ Հիմա չի լինում ընդմիջում, մի ժամից պիտի լիներ, բայց ինչ եղավ, որ փակվեց, չհասկացա։ Գրեմ վահե եղբոր երեխեք, գրեմ մի հատ, ինչ Գրի մի հատ, ասա վահե եղբայր անջատվել է, ոչ ման չենք լսում։ մի րոպե, ես Բայց վահե եղբայրն էլ ա դուրս եկել, Էլիզ ջան։ դուրս կամ զանգեմ իրան, մի րոպե երեխեք։ Ես փորձեցի վահե եղբայրին զանգեմ ձեռքի վրա, բայց չպատասխանեց։ Հիմա 10-ի է, ինքը դրա համար չի վերցնում։ Միգուցե զբաղված է, լավ, սպասենք մի քիչ։ Երեխեք զանգեցի անջատեց, երևի մեր մոտ կապն է ընդհատվել։ Ինքը երևի այնտեղ ծառայությունը գնում է, լսում է իմ ձայնը։ Հա, լսվում է։ Երևի այնտեղ ծառայությունը գնում է, այստեղ կապը ընդհատվել է ժողովուրդ։ Հնարավոր է, բայց մեկ էլ ասեմ, հնարավոր է կարող է հետաձգել իրան զանգ ա եկել, դրա համար դուրս եկավ։ Ինքը զանգեցի անջատեց, Նարջան, ինքը ուրեմն մեջը ծառայում է, խոսքի ծառայությունը գնում է։ Ես չգիտեմ, դե հələ մեջը մնանք, նայենք, սպասենք։ Չէ, սպասենք, տեսնենք, լավ, արպես։
Ես նորից փորձեցի, բայց սպրոս ա տալիս, երևի ջղայնանում էլ ա հիմա կասի, ես ինչի ա զանգում, գիտի համ դպրոցի մեջ եմ, համր զանգում ան։ Ես կարծում եմ, ես էլ զանգեցի, ես կարծում եմ ծառայությունը գնում ա, ուղղակի մեր մոտ այստեղ կա։ Այո, ինքը տեղյակ չի, որ Ահա, մենք դուրս ենք ես ընկել գրեցի ու իրան, գրել եմ, բայց երևի հիմա նեղվում էլ ա, որ զանգում ենք, գրեցի եւ երևի Ուղղակի մտածում ա ինչ որ հացեր ունենք ինքը չի տալու։ պատկերացնում, որ Հա, անջատվելա։ չի պատկերացնում։ Ես ուղղակի ուզում եմ հասկանամ այստեղ ովքեր որ մենք կանք այնտեղ ներսում չկան, որ գոնե տեսնեն, այնտեղի նստողներից տեսնեն, որ այստեղ ասենք անջատվել ա, մեր մոտ չի լսվում։ Մի բան առաջարկություն անեմ, իսկ եթե բոլորս դուրս գանք ու նորից այդ վիդեո չաթինգ խփենք, մտնենք, տենց կլինի։ ճիշտ է, կարելի է։ Եկեք բոլորս դուրս գանք, իրենք կտեսնեն, որ ընդհատվել է զապիսը, կմիացնեն երևի նորից։ Դուրս գանք, նորից Դուրս գանք, մտնենք հա, վիդեո ահա։ չաթ։ Լավ։ Չէ, չի լինում։ Էլիս բոլորը դուրս էիք եկել։ Հա, դուրս ենք եկել, բայց դե մնում է էլի վերջին հոսքը, բայց եթե դուրս ենք եկել, էլի չկա։ Իրան ինքը չի տեսնում այնտեղ։ Դրամալ էս վիճակը։ Կարող է Էլիս, ինձ թվում է իր մոտ ինչ որ բան կարող է եղավ, իրան զանգ եկավ միգուցե, չգիտեմ։ Մի բան ասեմ, հա, բոլորիդ, դուք դուս եկաք, բայց մի հոգի, երկու հոգի դուս չեկավ, անմիջապես հետ մտաք։ Մի հատ բոլորը դուս եկեք, Սենց մի տենց վերջին հոսքը մնում է, ինքը մնում է բոլ։ Ահա դուրս եկավ, այո, այդ լավ վիդեո եկեք դուրս չաթերի եկեք։ մեջ է, բոլորը դուս եկեք։ Երեխեք երևի լինի արդեն այդ միջումից հետո իրանք կնի մայլ չեն մտնի։ Ծառայությունը այնտեղ գնում է հաստատ։ Ժողովուրդ ջան, դուրս եկեք, որ նորից կարողանանք միանալ։ Հա, բոլորը դուրս են եկել։ Կարողացանք մտնենք, ինտերնետը կորել էր, թանկագիններ ջան։ Բայց մենք էլ Ասում ենք անջատվել է, մի երևի 10 րոպե սպասեցինք չկար։ Դուք անում էիք, բայց վարի եղբայր շարունակում էիք ծառայությունը։ Բայց էլի մեջը չի Վահե եղբայրը ոնց որ չէ հենա վերջին հունց կլավ։ Գնում ազատիսը չի կորել։ Հա, սերը։ Էլիս բերքի։ Հա, փաստորեն ձայնագրությունն էլ ա գնում։ Լավ, ոչինչ։ Չէ ոնց որ։ Բա на всякий случай դիր թող ձայնագրում։ Լավ, թանկագիններ ջան, բերեք ժամանակ չկորցնենք։ Արտիրոջը Մենք ոնց 10 րոպե չենք ձայնագրում։ լսել։ Так, ուրեմն այլաբանական մեկնաբանությունը չի ընդունում Աստվածաշնչի լիակատար հեղինակությունը։ Համարում է Աստվածաշնչի լիակատար հեղինակությունը հակագիտական եւ ոչ արդիական, հակագիտական եւ ոչ արդիական։ Այսօր մենք ունենք լիբերալների աստվածաբանական դպրոց, որոնց համար Աստվածաշունչը հեղինակություն չի թանկագին իմ եղբայրներ քույրեր ջան։ Իրենք կարող են անդրադառնալ Աստվածաշնչին, կարող են չանդրադառնալ։ Փորձում են Աստծուն հասկանան, ընկալեն իրենց սեփական մտքով որոշ եկեղեցու հայրերի աշխատությունների հիման վրա, գիտական հետազոտությունների։ Իրենց համար Աստվածաշունչը վերջնական հեղինակություն եւ հայտնություն չի։ Աստվածաշունչը համարվում է վերջնական հեղինակություն։ Так, գնանք առաջ, խնդրում եմ գրեք, Աստուն ճանաչելը, կամ ճանաչություն առ Աստված, Սա 4-րդ կետն է, Վահե եղբայր։ կամ ճանաչություն Աստծո մասին, այո, քանի որ իմ հայրենը շատ տկար է, խնդրում եմ դուք, հենա 4-րդն է, հիմա 4-րդն է, ժողովուրդ ջան, անպայման չի դուք իմ
թվերով գնանք, էլի դուք ձեզ համար գրեք։ Ուրեմն արդյոք հնարավոր է ճանաչել Աստծուն։ Ոնց ես մտածում, հնարավոր է թե ոչ։ Իհարկե, միանշանակ։ Մերախ վերասեց այո, ով է կողմ։ Ես կասեմ, որ ոչ, անհնարին է։ Աստծուն մինչև վերջ ճանաչել հնարավոր չէ։ Գրեք խնդրում եմ, Աստված ինքը բացահայտում է մեզ համար իր ով լինելը։ Աստված ինքը բացահայտում է մեզ համար իր ով լինելը։ Իրեն է պատկանում ճշմարտության ամբողջ լիությունը։ Իրեն է պատկանում ճշմարտության ամբողջ լիությունը կամ բովանդակությունը։ Եվ իրական ճշմարտությունը իջնում է միայն իրենից։ Եվ իրական ճշմարտությունը իջնում է միայն իրենից։ Աստված մեզ համար բացահայտում է իր ծրագրերը, իր գործողությունը, բայց ժամանակի ընթացքում։ Հայերեն լեզվով ասած, քիչ։ Պարզա ժամանակի ընթացքում։ Կարելի ասել մարդկության ամբողջ պատմության ընթացքում։ Մենք անընդհատ ունենում ենք նոր ճանաչողություն, նոր ընկալում, թե ով է Աստված։ Եվ կա գլոբալ ընկալում, այսինքն այն ինչ որ շարադրում է Աստվածաշունչը, եւ կա անհատական ընկալում, թանկագիններ, այն ինչ որ դուք ունենում եք ձեր անձնական հայտնությունների եւ անձնական Աստված ճանաչողության հիման վրա։ Պարզա։ Գնացինք առաջ։ Մենք պիտի հասկանանք, որ նախաձեռնությունը Աստված ճանաչողության պատկանում է միայն Աստծուն։ Այսինքն ես ինքս չեմ կարող իմ մեջ որոշել, որ ես այսօր Աստծուն պետք է ճանաչեմ այսպես եւ այնպես, եւ հենց այդ ուղղությամբ Տերը սկսի ինձ բացվել։ Ինքն է որոշում, ինքը սուվերեն է եւ ինքն է որոշում, թե ինչպես պիտի բացվի իմ եւ քո համար։ Այստեղ մարդկային ֆակտորը հանվում է, մի կողմ է դրվում։ Այստեղ Աստծո բացարձակ կամքն է, ներգործող կամքն է հաշվի առնվում։ Թե Տերը ինչպես է կամենացվել կամ ինչպես է բացվում։ Ուրեմն մարդը ինքը իրենով ի վիճակի չի բացարձակ Աստծուն ճանաչի։ Ճանաչում է ուղիղ այնքան գորջան, որքան որ ինքը ինչը բարձր ասա, Աստված բացվում է տվյալ անձնավորության կամ մարդկության համար։ Չէ՞։ Գնանք առաջ։ Աստվածաշնչի Աստված միաժամանակ տրանսցենդենտեն կամ տրանսցենդենտալ է, եւ միաժամանակ իմմանենտ է, տրանսցենդենտալ է եւ միաժամանակ ընտ է, իմմանենտ է երկու m-ով, իմմանենտ։ Այսինքն տրանսցենդենտ է, Աստված ժամանակից, մեր աշխարհից, ամեն ինչից վեր է, դրանից բարձր է եւ միաժամանակ ներկա է ամբողջ արարչագործության մեջ։ Պարզա։ Միաժամանակ եւ շատ բարձր է, օրինակ մուսուլմանները ասում են, որ Աստված այնքան բարձր է, որ մենք ի վիճակի չենք նրան աղոթենք եւ պատասխան ստանանք իրենից։ Իրենք ուղղակի գործ են անում իրենց աղոթքի մեջ, որ Աստված շատ հեռու լինելով
Ինքը տեսնում է, թե տվյալ ուղղադավան իսլամը դավանող մուսուլմանը այս աղոթքի 4 կամ 5 ձևը պահում է, ձևը չէ, ժամանակը, որ ինքը բարի գործեր է անում, ինքը այդ ամենը այդ հեռավորության վրա ընկալում է։ Մուսուլման ազնվության համար ինքը շատ հեռու է, տրանսցենդենտ է, բայց մեզ համար ինքը հեռու լինելով միաժամանակ ներկա է մեր կյանքում եւ ամենուրեք։ Պարզ է։ Եվ սա այս ունիկալ կարողություն ունի միայն Աստված։ Երկուսը մեկում, այո։ Մեկ կրակոցով Տերորն։ Հասկացաք ինչ էի ասում։ Եթե հարց կա, ասեք գնանք առաջ։ Եթե չէ, չգնանք առաջ։ Կա, գրեք խնդրում եմ։ Ուրեմն տրանսցենդենտալ նշանակում է, որ աստվածային էակը մարդկային աշխարհից վեր է գտնվում։ Ամբողջ արարչագործությունից վեր է գտնվում, անսահման, հասկանում եք, չէ՞։ Իսկ իմմանենտը նշանակում է, որ Աստված նաև ներ է գործում այս նյութական աշխարհում։ Միաժամանակ վեր է եւ կարող է միաժամանակ ներգործել նյութական աշխարհում։ Տրանսցենդենտ է եւ իմմանենտ է։ Ինչպես մենք կարող ենք հասկանալ, որ Աստված կա, թանկագիններ ջան։ Օրինակ, նայելով այս աշխարհի կատարյալ արտակարգ կառուցվածքին եւ տիեզերքի եւ մեր աշխարհի, մենք տեսնելով այս ամբողջ արարչագործությունը կարող ենք սրա մեջ տեսնել Աստծո գոյությունը։ Հասկանում եք։ Այսինքն շատ ծեծված մի օրինակ կա, երբ որ ասում են, եթե դու գնաս անտառ եւ տեսնես մի ճոխ նկար ծառին դրված, նկարած նկար ձեռքով, քո մտքով երբեք չի անցնի, որ քամին վերցրեց այդ կիստեչկեն, ներկերը թափախեց եւ սկսեց քամին ինչ-որ բան քաոսային նկարել եւ ի վերջո մենք ստացանք այդ ճոխ գեղեցիկ պատկերը։ Իհարկե մենք հասկանում ենք, որ ինչ-որ մարդ իր տաղանդով, հանճարով նկարել է այս նկարը։ Եթե մենք այդ ամենը հասկանում ենք, որ դրա ետևում կա ինչ-որ մի արարիչ, ինչու ենք մենք նայելով այս քանչելի կատարյալ աշխարհին եւ տիեզերքին, որտեղ ամեն բան համաչափ է, ամեն բան արված է, որ ես եւ դու ապրենք, շնչենք այս օդը, վայելենք այս գեղեցիկ բնությունը, արևային տարածության վրա է, որ ոչ քեզ այրում է, ոչ դու սառում ես, այլ տաք է քո համար, դու ապրում ես, հասկանում ես, լուսինը այնքան մոտ չի, որ լինի այնպիսի օվկիանոսի շարժ, պրիլիվներ եւ ատլիվներ, որ ամենուրեք լինի ջրհեղեղներ, այսինքն ամեն բան իր տեղը դրված է, այս գարմոնիան տեսնելով, մարդիկ ասում են միևնույն Աստված չկա, այսինքն նկարողը կա, բայց այս ամեն պատկերը ստեղծողը գոյություն չունի, սա հիմարություն է։ Ուրեմն ինքը Աստված բացահայտում է նաև մեզ այս աշխարհի համակարգված լինելու մեջ, այս աշխարհի կատարյալ լինելու մեջ։ Սարերին նայում ես, հիանում ես, ամպերին նայում ես, հիանում ես, հասկանում ես, որ սրա հետևում կա մեկը, որ արարել, հանճար միտք, որ անսահման մեծ է, քան ես եւ դու, բոլորս իրար հետ վերցված։ Так, եւ մի րոպե ունենք։ Նաեւ մարդը ինքը իրենով հանդիսանում է
որպես մի էակ, որին նայելով մարդկությունը կարող է հասկանալ, որ կա Աստված։ Միայն մարդու աչք ուսումնասիրելու համար թանկագիններ ջան, երբ որ մարդիկ ուսումնասիրում են, թե ինչ մեխանիզմ է, ինչքան կատարյալ է, դուք պատկերացրեք, մենք հեռախոսը վերցնում ենք, հեռախոսի կամերան բացում ենք, որպեսզի նա ֆիքսվի ինչ-որ կետի վրա, անպայման հպվում ենք էկրանին, որ ինքը ֆոկուսը վերցնի, աչքն էլ է այդպես, ինձ պետք է, որ ես այդտեղ հպվեմ, որ ֆոկուս վերցնեմ, մի ակնթարթում ֆոկուսը վերցնում է, բոլոր գույները տեսնում է, կատարելություն է։ Մարդ ինքը իրենով մակրոկոսմոսը, հասկանում եք, եւ մենք նայելով մարդուն ասում ենք Աստված չկա։ Բժիշկները, գիտնականները նայում են մարդուն եւ ասում են կապիկից է առաջացել։ Մի օր մի դասախոսի հետ խոսում էի, կենսաբան, ինքը որ շատ պնդեց, որ ինքը կապիկից է առաջացել, ասի շատ կներեք, ձեր տանը նկարը, որ կախված է, կապիկի նկարը կախված, թե ձեր նախնիների։ Ժպտաց ասեց նախնիների, ասի բան չի։ Եթե դուք այդքան համոզված եք, որ կապիկից եք, ձեր արմատի նկարը կախեք։ Մենք Աստծո պատկերով ստեղծված ենք եւ ստեղծված ենք կատարյալ։ Տերը օրհնի ձեզ։ Այս առաջի դասներ սրանով ավարտենք, թանկագին իմ եղբայրներ, քույրեր, 10 րոպե ենք միջում ունեցեք եւ շարունակենք երկրորդ դասը։